Ողջույն սիրելիներս, այսօր կրկին վլոգ եմ ալիքում եւ այսօրվա վլոգում ավելի շատ գնում ենք գնումներ կատարելու։ Դե ինչ, եթե սիրում եք նմանատիպ տեսանյութեր, որտեղ որ գնում են միասին գնումներ են կատարում, ապա այս վլոգը հենց ձեր համար է։ Մնացեք ալիքի հետ եւ միասին կգնանք գնումներ կատարելու։ Անկեղծ ամեն տարի ավելի շատ մարդիկ են լինում բոլոր խանութներում եւ հերթերը բավականին շատ է լինում, չգիտեմ ինչու, այս տարի ճիշտ է եռուզեռը կա, բայց այնքան շատ չէ, ինչքան որ անցած տարիներին էր, մարդիկ շատ էին խանութներում, հերթերը բավականին շատ էր, հիշում եմ անցած տարի, երբ որ այս ժամանակահատվածում նորից խանութներում էի եւ փնտրում էի նվերներ երեխաների համար, ու բավականին հերթերի պատճառով ես այդ ապրանքները, եթե կարող էի գնել 1 ժամվա մեջ, 3 ժամից ավել տարբեր խանութներում, տարբեր հերթերի մեջ էի։ Իսկ հիմա այդքան էլ շատ չեն հերթերը, ինչպես արդեն իսկ ասացի։ Հիմա նայենք, տեսնենք, թե ինչ լավ գիշերանոցներ կան այստեղ։ Կարծում եմ սրա որակն էլ լավն է։ Հիմա հերթով կնայենք, տեսնենք որն է ավելի լավը։ Այս տարածքում դրված ապրանքները կարծում եմ 30% զեղ չէ եւ տեսնենք հիմա գինը ինչքան է։ $89.95։ Այդքան էլ հաճախ չեն զեղչեր լինում այս խանութում, բայց այս պահին համարյա բոլոր ապրանքների վրա դրված է 30% զեղչը եւ մի քանի ապրանքներ էլ կային, որը որ գրված էր, երբ որ գնում եք մեկը, ապա մյուսը ստանում եք անվճար։ Կարծում եմ դա վերաբերվում է հենց այս ներքևում դրված տուփի մեջ մի քանի օծանելիքներ, որ կան, հենց դրան էր վերաբերվում։ Իդեպ ես ինքս օծանելիքներ նվիրել շատ չեմ սիրում, որովհետև ամեն մեկը մի բույր է սիրում եւ քո սիրելի բույրը նվիրել մեկ այլ ուրիշին, կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ։ Միայն այն դեպքում եմ նվիրում օծանելիք, երբ որ գիտեմ, որ հաստատ տվյալ անձնավորությունը սիրում է հստակ նշված ինչ-որ բույր։ Առաջ անցնենք եւ տեսնենք այս հատվածում ինչեր կան։ Ահա, այստեղի դրվածները բոլորը $10 են, իսկ մյուս հատվածում, որտեղ որ ցույց եմ տալիս, 5 հատը $40 են, այսինքն այս հատվածից ինչ էլ որ վերցնում եք, 5 տարբեր բաներ վերցնելու դեպքում $40 է լինում։ Այս հատվածում դրված օծանելիքները տարբեր են գները, բայց կրկին զեղչը վերաբերվում է նաև այս հատվածում դրվածներին 30% զեղչեր։ Հիմա մեկ այլ խանութ եմ եկել, մի քանի գնումներ ունեմ կատարելու այս խանութից, բավականին գեղեցիկ զարդարանքներ կան, այստեղ երբ որ մտնում ես, կարծես լինես հեքիաթային աշխարհում, նույնիսկ մեծերն են սիրում այս խանութը, որտեղ որ կարելի է գտնել բավականին գեղեցիկ ամանորյա զարդարանքներ։ Իդեպ Միացյալ Նահանգներում ավելի շուտ են տոնածառները դնում եւ զարդարում իրենց տները եւ ավելի շատ տարածված է ոչ միայն ներսը զարդարել, այլև տունը դրսից զարդարանքներ դնել եւ գեղեցիկ զարդարել։ Շատերը նախընտրում են հենց գոհաբանության օրվա հաջորդ օրվանից զարդարել իրենց տներն ու դնել տոնածառը, որովհետև դրան հաջորդում է հանգստյան օրեր եւ շատ լավ ժամանակահատված է տրամադրել ձևավորման համար։ Շատերն էլ ուղղակի դեկտեմբերի սկզբին են սկսում զարդարելը, նույնիսկ ավելի վաղ ժամանակահատվածում են մարդիկ դնում իրենց տոնածառները։ Կան եւ այնպիսի մարդիկ, որոնք զարդարանքները պահում են ամբողջ տարվա ընթացքում կամ վայելում են տոնական տրամադրությունը, սկսում են արդեն նոյեմբերի 1-ից կամ նույնիսկ Հալոուինից առաջ։ Հիմա այստեղից կգնանք մեկ այլ ուրիշ խանութ, քանի որ այդ մյուս խանութից էլ գնումներ ունեմ կատարելու։ Ահա եւ մյուս խանութը Target խանութն է, մի քանի բան ունեմ այստեղից գնելու, բայց չկարողացա անտարբեր անցնեմ այս գեղեցիկ ամանորյա օղերի մոտով։ Իսկապես շատ գեղեցիկ են եւ կարելի է ասել ամանորյա տրամադրություն են ստեղծում այս գեղեցիկ ականջողերը։ Այս հատվածում ձմեռ պապիկներն են, Candy Cane-ն է,
եւ շատ գեղեցիկ տարբեր բաներ կան, իսկապես տեսնում ես եւ ուզում ես անպայման կրել այս գեղեցիկ ամանորյա ականջողերը։ Այստեղ նաեւ կան ձնեմարդ, մեքենաներ, շատ գեղեցիկ են այստեղի դրված ականջողերը։ Հիմա այս հատվածում պետք է երեխաների համար էլ գիշերանոցներ գնեմ, այս հատվածում կնայեմ, տեսնեմ ինչ հարմար գիշերանոցներ կան։ Եթե նախընտրում եք բոլորով, այսինքն ընտանիքի անդամները հագնեն նույն գիշերանոցները, ապա այստեղի դրվածը բավականին լավն է, կարելի է գնել եւ բոլորով միասին հագնել նույնատիպ գիշերանոցներ։ Իսկ այս հատվածում կան տարբեր գուլպաներ, այսպես տուփերի մեջ դրված են, որը որ կարելի է գնել եւ նվիրել որպես ամանորյա նվեր։ Իսկ այս հատվածում կան հողաթափեր, բավականին էլ տաք հողաթափեր են, բայց որակը չեմ կարող ասել, որովհետև չեմ գնել սրանցից։ Հիմա առաջ շարժվենք եւ գնանք մեկ այլ խանութ, որտեղից մի քանի ապրանքներ ունեմ գնելու։ Սա հայկական խանութում եմ նկարել, որտեղ որ վաճառում են խոզի բութ։ Ինչպես գիտեք, հայերը սիրում են անպայման սեղանին լինի խոզի բութ, դրա համար էլ հայկական խանութներում կարող եք գտնել խոզի բուդը։ Ես ինքս պատրաստում եմ այն, ինչ որ իմ ընտանիքի անդամներն են սիրում, պարտադիր չէ որ լինի սեղանին անպայման բուդ։ Ահա եւ տեսնում եք գները։ Հիմա այստեղ ուզում եմ նաև ցույց տալ բաստուրմայի գինը։ Այստեղ որ տեսնում եք գինը գրված է, սա 1 փաունդի համար է գրված, այսինքն 1 փաունդը հավասար է 454 գրամի։ Իդեպ Հայաստանում ինչքան որ լորի պանիրը փորձեցի, այն նույն համը չուներ, ինչ որ ԱՄՆ-ում գնում եմ։ Չգիտեմ ինչն էր տարբերությունը, բայց այստեղից գնված լորի պանիրը ավելի համեղ էր, քան Հայաստանում գնվածը։ Այս խանութից թարմ մսեղեն եւ ձկնեղեն չեմ գնում, միակ բանը երևի վաստուրմա, սուջուխ եւ հայկական ապրանքանիշներից մի քանի ապրանքներ եմ գնում այստեղից։ Սիրելիներս, նշել էի, որ գնումների հետ կապված է լինելու վլոգը, բայց չէի կարող նաև չկիսվել այս գեղեցիկ հատվածով։ Գնացել էինք տեսնելու Ձմեռ պապիկի եղջերուներին։ Երեխաները շատ ուրախացան, երբ որ տեսան եղջերուներին, ինչու՞ չէ, նաև մենք բոլորս ուրախացանք, որովհետև առաջին անգամ էի տեսնում այս նմանատիպ եղջերուներին եւ բավականին շատ ուրախացել էին բոլոր երեխաները։ Այս Սուրբ Ծնունդի միջոցառումը կազմակերպված էր երեխաների համար եւ մի քանի տարբեր հատվածներ կային։ Մեկ հատվածում երգում էին, ասմունքում էին, մյուս հատվածում ահա երեխաները այսպես ուրախ ժամանակ էին անցկացնում, այս փչած փուչիկի ներսը մտնելով, նաեւ այս փոքր եւ մեծ փուչիկներն էին ներսում, լավ գեղեցիկ ժամանակ անցկացրեցին երեխաները։ Ահա եւ օրը կարելի է ասել ավարտին է հասնում եւ միջոցառումը նույնպես ավարտվեց եւ գնում ենք տուն։ Այս հատվածը իմ ամենասիրելի հատվածներից մեկն է, որովհետեւ շատ գեղեցիկ ձևավորված է։ Մոնտրոսի Հոնոլուլու փողոցն է սա։ Սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտում եք եւ գեղեցիկ մեկնաբանություններ եք գրում։ Եթե հավանում եք այս ֆորմատի տեսանյութերը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք եւ նաեւ սեղմեք զանգակ կոճակին եւ բաժանորդագրման կոճակին, որպեսզի ստանաք ծանուցում իմ նոր տեսանյութերի։ Շնորհակալություն ձեր բոլոր ջերմ ու բարի խոսքերի համար։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։